Հարգելի հայրենակիցներ, բարև ձեզ։ Այսօր ձեր հետ միասին կարևոր հարցի մասին ենք խոսելու Wall Street Journal պարբերականի եւ ուրիշ նաեւ հետաքրքիր աղբյուրների տեղեկատվությամբ Միացյալ Նահանգները քննարկում են Իրան զորք ուղարկելու հավանականությունը։ Խոսք է գնում հատուկ ջոկատայինների մասին եւ հատուկ գործողությունների, այլ ոչ թե ցամաքային լայնածավալ գործողությունների եւ Իրանում ինչ որ մեծ տարածք գրավելու մասին։ Ասեմ ուղիղ, որ հարցը վերաբերվում է կղզիներին եւ Հորմուզի նեղուցին։ Մենք ձեր հետ միասին օրերս նաեւ ակտիվորեն խոսում ենք Հորմուզի նեղուցում ձևավորված իրավիճակի մասին, որի հետևանքով նավթի գները արդեն 100-120 մոտավորապես դոլար են հասել եւ նաեւ դա վերաբերվում է անմիջապես խոսեցինք դրա մասին նաև գազի գնին, հեղուկացված գազի, որը ամենաշատը հենց Կատարից այդտեղից դուրս է գալի Հորմուզի նեղուցով եւ այդ ամեն ինչը հիմա խափանված է այս գործողությունների պատճառով, հատկապես Իրանի կողմից Հորմուզի նեղուցը փակելու պատճառով, ոչ թե ֆիզիկապես փակելու, որովհետեւ դրա հնարավորությունը չունի իրանական կարելի ասել նավերը արդեն ամբողջությամբ ոչնչացված են եւ Իրանը չունի հիմա հնարավորություն, որ ֆիզիկապես սահմանափակի մուտքը կամ ելքը Հորմուզի նեղուցով, բայց Իրանը հարվածում է այդտեղ անցնող նավերին, միջազգային տանկերներին, այդ թվում հարվածում է ԱԹՍ-ների միջոցով շատ էժան, մի ԱԹՍ-ն կարող է մի քանի տասնյակ հազար ԱՄՆ դոլար արժենա, իսկ մի տանկերը կարող է հարյուրավոր միլիոն դոլար արժենա։ Եվ դուք հասկանում եք, որ ինչ մեծ տարբերություն է, վտանգը ինչ մեծ է, սա ասիմետրիկ գործողություններ է Իրանի կողմից, որի նպատակն է ճնշում ավելացնել միջազգային տնտեսության առևտրի վրա եւ դրա միջոցով նաեւ ճնշել Միացյալ Նահանգներին, որ այս պատերազմը ավարտի առանց վերջնական եւ կտրուկ հաղթանակի։ Ուստի այսօր ձեր հետ միասին խոսենք հիմա հենց այս գործողությունների մասին, կան հետաքրքիր տեղեկատվություններ եւ հետաքրքիր զարգացումներ։ Առաջերտին հարգելի հայրենակիցներ, կոչ եմ անում ձեզ անպայման լայքեք այս վերլուծությունը, բաժանորդագրվեք ալիքին, գրեք ձեր կարծիքը մեկնաբանություններում, ես միշտ կարդում եմ, արձագանքում եմ ձեր մեկնաբանություններին, նաև կարևոր է ուրեմն բաժանորդագրվելու զուգահեռ անդամակցեք ալիքին, հայերեն այդտեղ նշված է կամ միանալ կամ անգլերեն տարբերակում join եւ կարող եք նաև այդ միջոցով Արևմուտքում գտնվող մեր հայրենակիցները անդամ դառնալ, զուգահեռ դրա ստանալ նաև հավելյալ վերլուծություններին հասանելիություն։ Շնորհակալ եմ բոլոր նրանց, ով դա անում է եւ սրանով աջակցում է ալիքի գործունեությանը։ Անցնում ենք առաջ եւ ինչպես ասացի, կարևոր հետաքրքիր տեղեկատվություններ կան այս ուղղությամբ։ Արդեն պետք է ասել, որ Միացյալ Նահանգները պատմական փորձ ունի ծոցում հենց եւ այդտեղ այդ շրջանում կազմակերպել հատուկ ջոկատայինների գործողություններ։ Միացյալ Նահանգները 80-ական թվականների խնդիր են ունեցել Հորմուզի նեղուցում իրանական ուրեմն կողմի հետ, որը փորձում էր այդտեղ շատ ակտիվ գործողություններ ծավալել 80-ական թվերում, որ նաև սահմանափակեր այդտեղ շարժը նավերի եւ փաստացի պետք է արձանագրել, որ տանկերային պատերազմ էր այդ ժամանակ Իրանը նաև սկսել եւ Քուվեյթը այդ ժամանակ դիմեց Միացյալ Նահանգներին, որ Միացյալ Նահանգները օգնի այդ ուղղությամբ, այսինքն որ ապահովի անվտանգությունը եւ ուղեկցություն ապահովի ԱՄՆ-ն տանկերների համար, որովհետեւ իրանական այդ ականները հատկապես, որը իրանք Հորմուզի նեղուցում տեղակայում են, շատ մեծ խնդիրներ Իրանից ներկայացնում։ Միացյալ Նահանգները այդ ժամանակ սկսեցին հատուկ գործողություն, որը կոչվում էր Earnest Will անգլերեն տարբերակով եւ չենք թարգմանի, որովհետեւ գաղափարը ուրեմն անվանումը անգլերեն տարբերակում պետք է լինի եւ դրանից հետո նաեւ հատուկ գործողություն էին սկսել Prime Chance հենց այդ ականների ուղղությամբ։ Միացյալ Նահանգները այդ ժամանակ հատուկ գործողություն, որ կատարեցին, լողացող բազաներ էին կիրառել եւ տեղակայել են այդ բազաները հենց կոնկրետ երկու ձևի բազաներ, Hercules եւ Win Brown, որոնց վրա տեղակայված էր հատուկ ջոկատայինները եւ նաեւ ունեին տարբեր այսպիսի նավեր, թեթև նավեր,
եւ թեթև հատուկ ծովում գործելու համար նախատեսված ուղղաթիռներ, եւ այդ ժամանակ նաեւ Միացյալ Նահանգները ուրեմն անցկացրեցին Իրանի դեմ գործողություններ։ 1987 թվականի սեպտեմբերի 21-ին ուղղաթիռ Little Bird-ի միջոցով իրանք կարողացան հարվածել Iran Ajr այդպիսի դեսանտային նավ իրանական, որը այդտեղ ականներ էր տեղակայում այդ շրջանում, եւ այդ հարվածը ստիպեց, որ այդտեղ ուրեմն ամբողջությամբ հայտնվեր, գրավեցին իրանք այդ նավը եւ ստացան բոլոր փաստաթղթերի եւ տարբեր հատվածների տեղեկատվություն։ Եվ դրանից հետո արդեն, ինչպես նաև նոր գործողությունները Nimble Echo եւ Prayer Mantis, որոնք իրանք կազմակերպեցին, թույլ տվեցին լուրջ նվազեցնել ուրեմն ականների կողմից վտանգը, եւ այս գործողությունները արդեն ապացուցել են դեռևս 1987 թվականում, որ Միացյալ Նահանգների հատուկ ջոկատայինները, հատկապես հենց ծովում նախատեսված ծովի համար նախատեսված, ծովում գործելու համար նախատեսված հատուկ ջոկատայինները կարող են այսպիսի գործողությունները էֆեկտիվ կազմակերպել։ Պետք է ասել, որ Prime Chance այդ հատուկ գործողությունը, այդ թվում մոբիլ այս լողացող ռազմակայանները ջրի վրա, ուղղաթիռները, որոնք կարող են գիշերը տեսնել իրավիճակը, որովհետեւ ցերեկով շատ հեշտ է ականները տեղակայելու համար հեշտ է պարզել այդ փոքր նավերը, բայց գիշերը բարդ է, որովհետև փոքր նավը շատ փոքր է եւ ռադարների վրա կարող է լավ չերևալ, այդ պատճառով հատուկ այս ուղղաթիռներ են կիրառում, որոնք կարողանում են ֆիքսել այդտեղ տեղի ունեցողը։ Պետք է ասել, որ այդ ժամանակ իհարկե մեծ գործողություններ էր, այդ թվում օդում Միացյալ Նահանգները, որ վերահսկեր իրավիճակը, եւ կարելի է ասել, որ հիմա Միացյալ Նահանգները որևէ խնդիր չունի նույն բանը կրկնի։ Հիշեցնեմ, որ Հորմուզի նեղուցը ռազմավարական մեծ նշանակություն ունի, այդտեղով անցնում է նավթի մատակարարումների համաշխարհային 20%-ը, հեղուկացված գազի մատակարարումների 15%-ը, եւ Wall Street Journal-ը ասում է, որ հազարավոր զինծառայող պետք կլինի եւ նավեր նրա համար, որ ապահովված լինի անվտանգությունը ամբողջ այդ Հորմուզի նեղուցով, բայց հետաքրքիր է, որ դեռ Հորմուզի նեղուցը քննարկում էր նաև եւ այդտեղ Միացյալ Նահանգները քննարկում են Հորմուզի նեղուցում հատուկ այսպիսի գործողություններ ներառելու հնարավորությունը, որ կարողանան կանխել գործողությունները։ Պետք է ասել, որ Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար կամ պատերազմի նախարար Պիթ Հեքսեթը արդեն հայտարարել է, որ ինքը ընդունել է կենտրոնական հրամանատարության կողմից ուրեմն կոնկրետ հրաման 5000 ամերիկյան զինծառայողի տեղակայելու մասին եւ նաեւ տարածաշրջան է ուղարկվել USS Tripoli-ին, դա իրանց նավն է, որը Ճապոնիայից գալիս է դեպի ուրեմն պարսկական այդ հատվածը Պարսից ծոց եւ պետք է ասել, որ իրանք ունեն հնարավորություն նաեւ կազմակերպել մի քանի այդտեղ հատուկ գործողություն եւ կնշեմ, թե ինչ տիպի գործողություն, այսինքն մի գործողություն այն է, ինչ հիմա մենք ձեր հետ միասին խոսում էինք, բայց դրանով չի սահմանափակվում իրավիճակը, որովհետեւ կա երկու նաեւ հավելյալ գործողություն։ Դա կարող լինի կոնկրետ կղզիների գրավելու օրակարգ։ Այդ շրջանում մենք խոսել ենք ձեր հետ միասին, կա մի քանի կղզի, բայց ամենամեծ ուրեմն կղզին դա Քեշմ կղզին է, որը գտնվում է հենց Հորմուզի նեղուցի հատվածում, կամ եւս մեկ կղզի, որը ավելի տուրիստական է, Քիշ կղզի է կոչվում, եւ ամենակարևոր կղզին, որի ուղղությամբ վերջերս հարվածներ տեղի ունեցան, Խարգ կղզի է կոչվում, որտեղ որ նավթի կարելի ասել արտահանման ամբողջ հնարավորություններն են Միացյալ Նահանգների, Իրանի եւ Միացյալ Նահանգները նախատեսում են, որ եթե գրավեն այդ կղզին, ապա կկարողանան փաստացի Իրանի նավթի եւ գազի մատակարարումը, որ հասկանանք, միանգամից անջատել չի ստացվում։ Տարիներ է պետք, որ դու մատակարարումները անջատես, այսինքն Միացյալ Նահանգները կվերահսկեն դրանից հետո Իրանի նավթի մատակարարման շատ կարևոր մասը եւ դա կստիպի նաեւ Իրանին, որ գնալ ինչ-ինչ զիջումների, այդ թվում Հորմուզի նեղուցի բացման օրակարգին։ Քննարկումներ այս հարցի շուրջ ակտիվորեն կան։ Այս պայծրությամբ հենց Խարգ, այսինքն նավթի տերմինալի կղզու գրավելու մասին է խոսք գնում։
Բայց ես ուղիղ պետք է ասեմ, որ ես նաև մտածում եմ, որ Քեշմ կղզին էլ կարող է լինի օրակարգում։ Այդքան չի քննարկվում դա, բայց ես չեմ բացառում դա։ Հիմա խոսենք։ Խարկ կղզին մոտավորապես իրանական նավթի 90%-ի մատակարարումն է ապահովում։ Եվ եթե կղզին գրավեն, ապա կբերի դա նրան, որ իրանական տնտեսությանը մահացու հարված տեղի կունենա։ Իրանը իհարկե ունի սահմանափակ հնարավորություններ եւ չի կարող ուրիշ տեղերից մատակարարումներ ապահովել, այդ թվում երբ Բանդար Աբասի նավահանգիստը գտնվում է շրջափակման եւ հարվածների տակ։ Բացի դրանից պետք է ասել, որ Միացյալ Նահանգները եթե փորձեն գրավել այդ կղզին, ապա Իրանը կարող է փորձի հարվածել այդ կղզու ենթակառուցվածքների վրա։ Եվ իհարկե, եթե ամերիկյան զորքերը Խարկ կղզու վրա լինեն, ապա հարվածների դեպքում պետք է ասել, որ իհարկե լուրջ խնդիր կլինի, որտեղ հասկանում եք, նավթի մատակարարումները, նավթի այդտեղ պահեստները շատ մեծ քանակի են, իսկ երբ նավթին ես հարվածում, հասկանում եք արդեն ինչ է տեղի ունենում դրանից հետո։ Time-ը նաև գրում է հետաքրքիր, որ ուրեմն հարվածներից հետո, որը Խարկ կղզու ուղղությամբ տեղի է ունեցել, 90 ռազմական օբյեկտ է ոչնչացվել Խարկ կղզու վրա Միացյալ Նահանգների կողմից, բայց չի հարվածել նավթի ենթակառուցվածքներին, բայց ասել էր, որ կարող է փոխի այդ մոտեցումները։ Այս պայմանությամբ մենք հաստատ գիտենք, որ 2500 հատուկ ջոկատային գալիս է տարածաշրջան եւ խոսքին սենատոր Լինսի Գրեմը ամերիկյան հայտարարել է, որ պետք է վերահսկողություն տեղի ունենա Խարկ կղզու վրա, ուրիշ տարբերակ չկա, ասել է Լինսի Գրեմը։ Տարբեր միջազգային վերլուծաբանները խոսում են նրա մասին, որ Խարկ կղզին մոտավորապես 80 միլիարդ ԱՄՆ դոլար եկամուտ է բերում իրանական ռեժիմին եւ հատկապես հենց իրանական իսլամական հեղափոխության պահապանների այդ կորպուսին եւ եթե այդ հարվածը տեղի ունենա, ապա Իրանի կողմից իհարկե Իրանը կփորձի հարվածել հետո Խարկ կղզուն։ Արեք ուղիղ ասենք, որ Խարկ կղզու վերահսկողությունը բարդ գործ է լինելու Միացյալ Նահանգների համար, պետք է նաեւ ասել, որ իհարկե դա կարող բերի զոհերի, դա կարող բերի տուժածների, դա կարող բերի ել ավելի լարվածության եւ իրավիճակի սրման, ինչպես նաև Խեշմ կոնկրետ կղզու գրավումը, որը ավելի մեծ է, շատ ավելի մեծ է, մի քանի անգամ ավելի մեծ է, Հորմուզի նեղուցում է գտնվում, բայց ամեն դեպքում նաև այդ կղզին գրավելը։ Քեշմի հետ խնդիրը այն է, որ ինքը շատ մոտ է Իրանի ցամաքային հատվածին եւ իրոք հարվածներ հասցնելը Քեշմի ուղությամբ բարդ չի լինի, հեշտ կլինի Իրանի համար, եթե Բանդար Աբասի քաղաքի գրավման մասին խոսք չգնա։ Այսինքն ենթադրում եմ, որ եթե Քեշմը լինի օրակարգում, ապա հաջորդ քայլը պետք է լինի Բանդար Աբասը գրավելը եւ այդտեղից Շահ Ռեզա Փեհլևիի մուտքը ապահովելը։ Այսինքն գաղափարը պետք է լինի մոտավորապես այդպես։ Եթե ոչ, ապա Քեշմ կղզու գրավելը ռազմավարական խորքային նշանակություն չունի իմ գնահատականով։ Ինչ վերաբերվում է Խարկ կղզուն, ապա Խարկ կղզին հեռու է Իրանի ցամաքային հատվածից, Խարկ կղզին կարելի է ապահովել Քուվեյթից, Բահրեյնից, Կատարից, այսինքն այդ տրամաբանությամբ Խարգը շատ ավելի օգտակար է, բայց եւս խնդիր կլինի, որ ցամաքից կարող է հարվածներ լինեն։ Այսինքն ես պատկերացնում եմ, որ կղզին գրավելու զուգահեռ պետք է նաև այդտեղ լինի ցամաքային գործողություններ հենց Իրանի տարածքում գոնե ծովի հատվածին, այսինքն այդ կղզու մոտ գտնվող հատվածում, որ ԱԹՍ-ները այդտեղից չկիրառեն, բայց ամեն դեպքում դա անխուսափելի կլինի մեկը, ուստի ամենաբարդ իրավիճակը հենց դրան է վերաբերվում։ Պետք է ասել, որ Միացյալ Նահանգները արդեն մենք տարբեր տեղեկատվություններ ունենք, որ նույն Խարկ կղզու ուղղությամբ, որ ոչնչացվեցին ռազմական օբյեկտները, փաստացի դա նախապատրաստողական գործողություններ են ցամաքային կոնկրետ օպերացիայի համար այդ ուղղությամբ եւ պետք է ասել, որ Իրանը փորձելու է դրանից հետո փոխել իր մոտեցումները։ Պետք է ասել, որ ընդհանուր առումով կան նաև Խարգից բացի ուրիշ եւ Քեշմից բացի ուրիշ կղզիներ, Աբու Մուսա, Մեծ եւ Փոքր Տումբ եւ ուրիշ կղզիներ։ Washington Examiner-ը 2024 թվականին դեռ գրել էր, որ տեսեք երբ, որ կոնկրետ
առաջի կորպուսը իրանց ծովային հատուկ ջոկատայինների նախապատրաստողական գործողություններ է վարել Քեշմ կղզու գրավելու ուղղությամբ, որի մասին ես նոր խոսում եմ, երբ է դեր կռել, հա, տարի ու կես առաջ Washington Examiner-ը սրա մասին գրել էր։ Եվ այդտեղ նշվում էր, որ Քեշմը ամենախոշոր կղզին է, որտեղ որ այն ժամանակ ապրում էր 150,000 մարդ եւ ունի նաեւ տարբեր ուրեմն թունելների համակարգ, որը օգտագործվում է նաեւ հարվածների հասցնելու համար հենց այդ Հորմուզի նեղուցի հատվածում։ Եվ եթե այդ կղզին գրավի, ապա իհարկե կարելի ասել, որ Իրանի հնարավորությունները լուրջ կնվազեն տարածաշրջանում։ American Enterprise Institute-ը 2023 թվականին դեռ ասում էր, որ Միացյալ Նահանգները պետք է կարողանան ապահովել բոլոր կղզիների, որոնց մասին արդեն նշեցի, անվտանգությունը եւ նույնիսկ վերահսկողությունը այդ կղզիների ուղղությամբ։ Հետաքրքիր է նաև 1945 կոնկրետ այդպիսի նաև պարբերականը խոսում էր նրա մասին, որ ամերիկյան հնարավորությունները տարածաշրջանում դեռ սահմանափակ են եւ հիմա խոսք պետք է գնա այդ հնարավորությունների աճի մասին, եթե Միացյալ Նահանգները իրոք պատրաստվում են այսպիսի գործողության համար։ Սա կարող է լինի մի նրբություն, հարգելի այնակիցներ, որ կարող է Միացյալ Նահանգները այդ նաև թեզերը օգտագործել դրա համար, որ խաբեն Իրանին, այսինքն անսպասելի կարող են սկսել գործողությունները, Միացյալ Նահանգները կարող էին թաքուն տեղակայել այդտեղ իրենց հատուկ ջոկատայիններին, որևէ պետությունում այդտեղ, կամ նույնիսկ իրենց ավիակիրի վրա եւ ավիակիրից օգտագործեն հատուկ ջոկատայիններին, իսկ հետո արդեն պետք չլինի որևէ ուրիշ պետության ներառում, այսինքն դա հետաքրքիր է։ Ցամաքային օպերացիան իհարկե ունի լուրջ վտանգ։ Գիտենք հաստատ, որ Միացյալ Նահանգները եւ Իսրայելը քննարկում են ցամաքային օպերացիա անցկացնելու օրակարգը նաեւ, որ գրավեն կոնկրետ ուրանը հարստացված եւ տանեն Իրանից դուրս։ Բայց պետք է ասել, որ ամեն դեպքում դա նաեւ վտանգավոր է, ինչպես նաեւ Խարկ կղզու գրավելն է վտանգավոր։ Եվ Միացյալ Նահանգներում մտահոգված են հատկապես կոնգրեսում մարդիկ, որ ցամաքային օպերացիան կարող է ել ավելի բարդ իրավիճակ ստեղծի այդտեղ։ Ուստի ընդհանուր առումով պետք է ասել, հարգելի այնակիցներ, որ այս պայդրությամբ կարող է տեղի ունենալ մի քանի գործողություններ։ Առաջինը, որի մասին նշեցի, որ պատմականորեն տեղի է ունեցել եւ դրա նման գործողություն 1987 թվականի նման Prime Chance-ի նման, որտեղ որ Միացյալ Նահանգները, այդ թվում լողացող տարբեր ռազմակայանների, այդ թվում հատուկ ջոկատայինների միջոցով կկարողանան ապահովել այն, որ տարանցումը Հորմուզի նեղուցով լինի ապահոված, եւ հենց այդ ռումբերի ուղղությունով այսքան քայլը։ Երկրորդ քայլը արդեն կղզիների գրավելու հարցն է, Խարկ, Քեշմ կամ որևէ ուրիշ կղզիների նաեւ գրավումը, որի մասին նոր խոսեցինք, դրան կարող է ավելանալ ցամաքային գործողություններ, բայց դա ավելի բարդ է, եւ դրան կարող է ավելանալ իհարկե ուրանի գրավելու գործընթացը եւ ցանկությունը։ Եթե ես կազմակերպելու լինեի այս գործողությունները, ապա գուցե փորձեի միևնույն ժամանակ կազմակերպել, որ Իրանը չհասցնի կոնցենտրացնել, այսինքն համ Հորմուզի նեղուցում լուրջ գործողություններ, համ կղզիների վրա լուրջ գործողություններ, համ լուրջ հարվածներ օդից, համ էլ ուրանի ուղղությամբ հատուկ ջոկատայինների գործողություններ։ Պետք է ասել, որ իհարկե ամերիկյան կողմը նաև ընդհանուր պահանջ ունի, որ սա պետք է թույլտվություն սրա համար կոնգրեսը պետք է հաստանա, բայց կարծում եմ Միացյալ Նահանգները այս դեպքում կարող են նաև փորձել հենց դա օգտագործել նաև այն նպատակով, որ լինի անսպասելի։ Իհարկե, այդ հատուկ ջոկատային ծովայինները, SEAL կոչված կամ ռուսերեն իրաց ասում են մорские котики կոչված այդ հատուկ ջոկատայինները ունեն հնարավորություններ այսպիսի գործողություններ վարել։ Իրենք հենց դրա համար էլ նախապատրաստված են եւ շատ լուրջ հնարավորություններ եւ միջոցներ ունեն։ Ուստի ընդհանուր առումով պետք է ասել, որ պետք է իմ պատկերացումով սպասել այսպիսի գործողություններին, հատկապես որ նավթի գները եւ գազի գները երեկվա հարվածներից հետո, երբ Իրանը նաեւ Քաթարում գազի արտահանման հնարավորություններին հարվածեց, ել ավելի սպասելի է եւ հավանականությունները աճում են, ուստի ընդհանուր առումով ես կտայի այս գործողություններին մեծ բավականին հավանականություն, գուցե 50%-անոց այս պայծրությամբ, ինչը շատ մեծ հավանականություն է, այսինքն այս դեպքում, որովհետև շատ եւ շատ խոսքի ցամաքային օպերացիան
Բանդար Աբբասի գրավելու համար ես 5%-ից ավել հավանականություն դրան չէի տա այս պայծրությամբ։ Խարգը ավելի մեծ հավանականություն ունի, գուցե 60%, Քեշմի ուղղությամբ 30-40% կասեի հավանականությունը գործելու, Ուրանի ուղղությամբ գուցե 20-30% գործողությունների, իսկ Հորմուզի նեղուցը բացելու ուղղությամբ փորձը հենց ջրի հատվածում, այսինքն այդ ծովային բազաներ ձևավորելու եւ այլն, ես դրան 70 նույնիսկ տոկոս կտայի, որովհետեւ հիմա շատ է դա քննարկվում եւ օրակարգային է համարվում։ Այսինքն փորձում ենք նաեւ այսպես տվյալներով, թվերով վերլուծել եւ հասկանալ ձեր այդ միասին իրավիճակը, որը շատ կարեւոր եւ հետաքրքիր է եւ մեծ ազդեցություն կունենա նաեւ բոլորիս ապագայի վրա, այդ թվում Հայաստանի իհարկե։ Հարգելի հայրենակիցներ, շնորհակալ եմ ձեր ուշադրության համար, չենք մոռանում լայքել այս վերլուծությունը, գրել մեկնաբանություններ, բաժանորդագրվել եւ միանալ, անդամակցել ալիքին, կհանդիպենք, ցտեսություն։